Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 19։ Ողորմիր ինձ Աստված քո ողորմության պես, և քո մեծ ողորմության պես ջնջիր իմ անօրենությունները։ Սաղմոս 51-րդ գլուխ, առաջին խոսք։ Դավիթը իր մեղքի խորապես գիտակցմամբ խոցված, իր հոգին ամբողջությամբ թափեց Աստծո առաջ, ողորմություն և շնորհք խնդրելով։ Ուր պետք է վերադառնան մոլորված զավակները, եթե ոչ միակ բժշկին, ով կարող է բժշկել նրանց, դեպի իրենց Տեր Աստվածը։ Աստվածային ուսուցմամբ առաջնորդված նա ներկայացրեց իր սրտի ընթացքը դեպի Աստված անկեղծ ու բաց կերպով։ Նրանք, ովքեր ճշմարտապես ապաշխարում են իրենց մեղքերի համար, չեն ամաչում խոստովանել իրենց ապաշխարությունը։ Նրանք նաև օգնում և սովորեցնում են մյուսներին ինչ անել և ինչ խոսել։ Դավիթը ոչ միայն շատ բան էր արել, այլև շատ էր տառապել Աստծո գործի համար, սակայն նա ապավինեց ոչ թե իր գործերին, այլ վազեց դեպի Աստծո անսահման ողորմությունը, միայն նրա վրա հիմնվելով ներման և խաղաղության համար։ Քրիստոսի արյունը խղճի վրա սփռված ջնջում է հանցանքը և հաշտեցնելով մեզ Աստծո հետ, հաշտեցնում է նաև մեզ մեր անձի հետ։ Հավատացյալը փափագում է, որ իր մեղքերի ամբողջ պարտքը վերանա և ամեն մի բիծ մաքրվի։ Նա ցանկանում է ամբողջապես լվացվել իր բոլոր մեղքերից։ Սակայն կեղծավորը միշտ ունի մի գաղտնի պահուստ և ցանկանում է, որ իր սիրելի կրքերից գոնե մեկը խնայվի և ծածկվի այնտեղ։ Դավիթն այնքան խորը զգացում ուներ իր մեղքի մասին, որ մշտապես խորհում էր դրա շուրջ վշտով և ամոթով լի։ Նրա մեղքը գործվեց Աստծո դեմ, որի ճշմարտությունը մենք ուրանում ենք կամավոր մեղքով և նրա հետ վարվում ենք խաբեությամբ։ Նրանք, ովքեր իսկապես ապաշխարում են, շարունակ քննում են, թե ինչպես են որոշակի մեղքերի հոսքերը հոսում սկզբնական ապականության աղբյուրից։ Նրանք, ովքեր անկեղծորեն ձգտում են կատարել իրենց ծառայությունը, կուսուցանվեն, թե որն է իրենց պարտականությունը, և նրանք բարիք կսպասեն միայն աստվածային շնորհից, որն էլ նրանց հաղթանակ կտա իրենց ապականված բնույթի նկատմամբ։